Շնորհակալություն պարոն Ռուբինյան, կարճ անդառնամ գործընկերներից ելույթներին, պարոն Թունյան կմտածենք բեկի գործընկերների հետ, ոնց հավելյալ բերջ սահմանենք տնտեսվարողների վրա եւ այդ տվյալները իրանք իրական կա հաշվետվության ձև, որը պետք է ներկայացվի պետական եկամուտների կոմիտե, որտեղ ինքնաշխատ եղանակով գեներացվի թվերը, որտեղ հիշումների ինդեքս հաշվելու համար մենք պետք է ուրեմն ամեն տարի առանձին շուկա հատկորոշենք հաշվենք, բայց ձեր ասած մեխանիզմը, որ հանրությանն է ցույց տանք, բացի տոկոսներից, նաև կարելի է ենթադրում եմ այդ հաշվետվությանը մի քիչ ավելի հետևողական վերաբերել եւ այդ թվերը ավտոմատ գեներացվի կհրապարակենք, մենք սակայն ելի մասնակիցների առաջի երկու տեղի բաշխվածքը եւ քանակը հրապարակենք, ինչը եւս մի քանի գործողության արդյունքում կարելի է հուշել շուկայի դինամիկայի հետ կապված։ Ինչ վերաբերում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եզրակացություն տալու, մենք ունենք օրենքով սահմանված գործիքակաց, դա կարգավորման ազդեցության գնահատական է, երբ որ քաղաքականություն մշակող մարմինը նախապես հանձնաժողովին եւ ստանում է եզրակացություն, այս դեպքում մեր գործընկերները կարծում եմ հրատապությունից կամ այլ հանգամանքներ չէին դիմել, դրա համար մենք նախապես եզրակացություն չենք տվել, բայց դուք ճիշտ նշեցիք, իմ հաշվետվության ներկայացման ժամանակ ազգային ժողովը մինչ այդ քննարկում էր եւս երկու նախագիծ, որտեղ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եզրակացության հիման վրա էր այդ նախագծերը գրվել, դուք ինքներդ քաջատեղյակ եք, որ մենք թե ազգային ժողովի թե կառավարության բազմաթիվ նախաձեռնություններին տալիս ենք նախապես կարծիք եւ մեր գործընկերները 98% դեպքերում դա հաշվի են առնում, բացառիկ դեպքեր եմ հիշում, երբ որ հանձնաժողովի կարծիքը տրվել է, սակայն այլ ձևաչափով է ընդունվել, որը եւս նորմալ է, որովհետեւ քաղաքականություն մշակող մարմինները իրենք բազմաթիվ հանգամանքներից են ելնում եւ ոչ միայն մրցակցային հարցերից, բայց տեղը կարծում եմ մեծ խնդիր չկա, հիմա քաղաքականություն մշակող մարմինը կարծում է որոշակի հրատապություն ելնելով կարող է բերել նախագիծը այնուհետև ստանալ եզրակացություն, դա իրենց որոշելիքն է։ Մենք այդ հարցով կարծում ավել օրս դրական փոփոխություններ խնդիր չկա, օրենսդրությունը այն լիազորությունը, որով ազգային ժողովը որոշել է մեզ բավական է, ավելի քան կարծում եմ։ Ինչ վերաբերում է մեր տնտեսվարողներին, որոնք արտահանում են, պարոն Բագրատյան, նորից հավաստիացնում եմ մեր պատրաստակամությունը, ես գործընկերոջս պարոն Պապոյանից այսօր եւս կխոսեմ, որ մենք որևէ ձևաչափով ներգրավելու պարագայում պատրաստակամ ենք օգնել մեր կառավարության գործընկերներին եւ ազգային ժողովի գործընկերներին այս խնդիրը, այս թնջուկը լուծելու համար։ Ես հասկանում եմ ձեր հարցի շերտերը, դրանք բավականին բարդ են, ձևավորվել են տարիների ընթացքում եւ դրանք ինչ-որ մի բան պետքա որոշակի լուծում ստանան եւ լավ կլինի, որ այդ լուծումը լինի ինստիտուցիոնալ, որ մենք ամեն տարի տարբեր մթերքների տեսքով կամ տարբեր ապրանքների տեսքով այս խնդրին չհանդիպենք։ Հիմա իհարկե բենզինի ներկրման հետ կապված աշխարհագրության փոփոխություն ունենք, կապված նշեցի ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված, այնտեղ լոգիստիկ որոշակի խնդիրներ են առաջացել, հուսով եմ այդ հարցը կկարգավորվի մոտ ժամանակներս, սակայն բենզինի մեծ մասը գալիս էր եվրոպական երկրներից, որովհետև այնտեղ լոգիստիկայի խնդիրներ են առաջացել, իսկ կոնկրետ խմիչք եւ սպիրտ արտադրող մեր գործընկերները, մեր տնտեսվարողները, այո, դուք ճիշտ եք, ես ունեն լուրջ խնդրեմ, մենք կհավաքենք այդ տեղեկատվությունը, ըստ անհրաժեշտության արդեն իր հետ կքննարկենք։ Շնորհակալ եմ բոլորիցդ հաշվետվության լսելու, հարցեր տալու համար, ելույթներ ունենալու համար, լավ օր եմ մաղթում։